Դեպրեսիան չի սկսվում լացով ու աղաղակով, այն սկսվում է լռությամբ, այն սկսվում է այն պահից, երբ չես ուզում վեր կենալ անկողնուց, չես ուզում պատասխանել հաղորդագրություններին, ամեն բան թվում է միապաղաղ և շատ ձանձրալի, այն սկսվում է այն ժամանակ, երբ անհրապույր են դառնում գույները, երբ այս աշխարհը կորցնում է իր գրավչությունը, երբ որևէ բանի մեջ հետաքրքրություն չես գտնում։ Ժպիտը դառնում է դիմակ, իսկ ներսում մի դատարկություն է, որ ուրիշները դեռ չեն զգում։ Դեպրեսիան սառն է ու խելացի։ Այն չի գալիս աղաղակով, այն գալիս է շշուկով, երբ քո ականջին սկսում է մեղմ, բայց թունավոր ձևով շշնջալ։ Դու ոչ ոքի պետք չես։ Դու միայնակ ես։ Դու երբեք չես փոխվի։ Դու ոչ ոքի չես հետաքրքրում։ Բայց ես այստեղ եմ քեզ հիշեցնելու համար, որ մեր հանդիպումը թեկուզ այս տեսանյութի միջոցով պատահական չէ։ Աստված ծրագիր ունի քեզ համար, եւ մենք այսօր այդ ծրագիրը պիտի բացահայտենք։ Այսօր ես կխոսեմ 5 բաների մասին, որոնք եթե անտեսենք, դուռ կբացենք դեպրեսիայի առաջ, այնպես որ շատ ուշադիր լսենք, որպեսզի զգուշանանք։ Եվ եթե ժամանակին նկատենք այդ 5 բաները եւ կատարենք Աստվածաշնչյան այս 5 հորդորները, մենք կզգուշանանք եւ թիրախ չենք դառնա դեպրեսիայի համար։ Ու մի բան էլ, եթե դու հիմա դիտում ես այս տեսանյութը, ուրեմն դեռ քո մեջ ուժ կա պայքարելու համար, հույս կա, որ դու կարող ես այս վիճակից դուրս գալ։ Իսկ եթե որևէ մեկը դիտում է, բայց դեպրեսիայի մեջ չի, ապա սա եւս կարող է քեզ օգտակար լինել, որովհետեւ վերջ-վերջո որ մեկս ենք ապահովագրված դեպրեսիայից, հետևաբար թե լինենք դեպրեսիայի մեջ, թե լինենք ազատ դեպրեսիայից, ես կարծում եմ այս 5 կետերը բոլորիս օգտակար կլինեն։ Ուրեմն սկսենք։ Սակայն մինչև սկսելը ուզում եմ չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, որ բաց չթողնես հետագա նյութերը, որոնք կարծում եմ քեզ իսկապես կարող են օգտակար լինել։ Եվ ուրեմն դեպրեսիայի մեջ չհայտնվելու թիվ 1 խնդիրը ըստ այսօրվա ցուցակի եւ առաջինը հետեւյալն է՝ չվերլուծված տեղեկատվության սպառում։ Երբ դու ամեն օր ժամերով նորություններ ես կլանում, սոցիալական ցանցերի նյութեր, ողբերգական պատմություններ կամ էլ այսպես կոչված մարդկանց իդեալական կյանքի ցուցադրություններ, քո ուղեղը ակամա սկսում է գեր ծանրաբեռնվել ավելորդ ինֆորմացիայով, ինչը քեզ կարող է հենց խոցելի դարձնել դեպրեսիայի համար։ Այդ ամենը դանդաղորեն սպառում եւ մաշեցնում է թե քո հոգին եւ թե քո գիտակցությունը։ Դուք դառնում եք մեդիա ահաբեկիչների զոհը, որոնք սնվում են ձեր դիտումների եւ լայքերի հաշվին, բայց իրականում նրանք ձեզ սպառում են եւ մաշեցնում։ Դուք ձեզ դանդաղ թույնում եք եւ ձեր ուղեղը վարժեցնում դեպի նեգատիվը եւ հետեւաբար դուք առանց գիտակցելու դառնում եք մեդիա թմրամոլ, այսինքն կախվածություններ եք ձեռք բերում այն նյութերից, որը հետագայում սկսում է թելադրել ձեր ուղեղը, որովհետև ձեր ուղեղի մեջ ձևավորվում է մի ալգորիթմ, ըստ որի դուք պետք է ման գաք, փնտրեք նեգատիվ, բացասական, դաժան տեսարաններ, որպեսզի ձեր ուղեղը կարծես հագենա, բայց իրականում հակառակ գործընթացն է տեղի ունենում, ձեր ուղեղը ապականվում է, ավերվում է եւ խոցելի է դառնում դեպրեսիայի համար։ Աստվածաշնչում մի կարևոր խորհուրդ կա այս առումով։ Առակաց 4-րդ գլխի 23-րդ խոսքում տեսեք, թե Սողոմոն իմաստունը ինչ է ասում. ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Աստվածաբաններն ասում են, որ ըստ Աստվածաշնչի սիրտը եւ միտքը երբեմն հոմանիշներ են։ Հետևաբար Աստվածաշունչը հորդորում է մեզ պահպանել մեր միտքը, որովհետև մեր կյանքի աղբյուրը բխում է այնտեղից, զգուշավոր լինել մեր մտքի հանդեպ, զգուշ լինենք, թե մեր մտքի դռնից ինչեր են մտնում, իսկ դուք գիտեք, որ մեր միտքը դուռ ունի, այո, այդ դուռը մեր աչքերն են եւ մեր ականջները, հետեւաբար զգուշանանք, թե մեր աչքերից եւ ականջներից ինչ կարող է թափանցել մեր միտք, ցանկացած թույն, ցանկացած բացասական երևույթ,
որով սնվում է մեր ուղեղը եւ մեր միտքը, թափանցելու է վերջ-վերջում մեր սիրտ եւ հոգի եւ ապականելու է մեր գոյությունը։ Ուրեմն զգուշ լինենք, վերլուծենք, թե ինչ ենք դիտում եւ ինչ ենք լսում, անգամ Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. «Աչքի երևույթով մի դատեք», եւ Աստվածաշունչն էլ ասում է. «Զգուշ եղեք, թե ինչպես եք լսում եւ զգուշ եղեք, թե ինչ եք լսում», որովհետեւ մեր լսածը կարող է մեզ ապականել։ Վերջ-վերջո նաև Աստվածաշունչը ասում է, որ հավատքը գալիս է լսելուց։ Իհարկե գրված է նաև, որ լսելը Աստծո խոսքից, բայց եթե մենք սխալ խոսքեր լսենք, մեր մեջ սխալ հավատք կարող է կառուցվել սխալ բաների նկատմամբ եւ այդ հավատքը մեզ ոչ կփրկի եւ ոչ էլ կապրեցնի, այլ հակառակը մեզ կավերի։ Հետևաբար իմ խորհուրդն է քեզ. սահմանափակիր ինֆորմացիայի աղբը եւ տեղեկատվական աղմուկը։ Իրականում սա եւ աղբ է եւ աղմուկ է։ Աղմուկ է, որովհետեւ անդադար այն փչացած կավառակի նման պտտվում է մեր ուղեղի մեջ եւ բաներ կա, որ մենք այդ պահին նայում ենք, անցնում ենք եւ մեզ թվաց դա մենք մոռացանք, բայց իրականում այն արձանագրվում է մեր հիշողության մեջ, մեր ենթագիտակցության կողմից եւ այն շարունակում է իր գործը անել, անկախ նրանից մենք դա գիտակցում ենք, թե չենք գիտակցում։ Դրա համար պետք է անչափ զգուշավոր լինենք, թե մեդիա դաշտում մենք ինչ ենք ընտրում, չէ՞ որ ուտելիս անգամ մենք ուշադիր ենք ինչ ենք ուտում, ամեն բան մեր բերանը չենք տանի, այլ նայում ենք իր ժամկետը, նայում ենք իր պիտանելիության աստիճանը, նայում ենք իր արտադրման ծագման երկիրը եւ բաղադրությունը եւ նոր փորձում ենք ուտել։ Նույնն էլ եւ մեդիա դաշտում է, ինչով սնես քո ուղեղը, այդ էլ կվերարտադրվի քո կյանքում։ Հետևաբար շատերը սնում ենք պարզապես ոչ միայն մեր ուղեղը, այլև մենք սնում ենք մեր ներսի դեպրեսիային եւ այն գնալով, զորանալով մեզ կարող է տապալել։